Բարև ձեզ, Civilnet-ի հյուրն այսօր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է։ Բարև ձեզ, պարոն Անդրեասյան։ Այսօր մենք խոսենք այսպես ասած Սաֆարովի գործի մասին եւ այս պարագայում որպես նաեւ իրավաբան ինչ գնահատական կտայիք Ադրբեջանի եւ Հունգարիայի միջև կայացրած գործարքին Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված։ Միջազգային իրավունքի տեսակետից դա պարսավելի գործարք էր, թե ոչ։ Կոնկրետ երկու պետությունների գործողությունները միասին մարդու իրավունքի կոպիտ խախտում են։ Այն մարդկանց իրավունքների, ովքեր հանդիսանում են կացնահարված մեր հայրենակցի իրավահաջորդները եւ նաեւ մյուս մեր հայրենակցի իրավունքն է այստեղ խախտված, ով կարող էր դառնալ զոհ, այսինքն կոնկրետ մարդկանց կոնկրետ իրավունք է խախտվել եւ այդ իրավունքը խախտվել է ոչ միայն քանի որ շոշափվել են այդ մարդկանց շահերը, այլև խախտվել է միջազգային իրավունքի կարևոր սկզբունքներն ու պահանջները։ Ինչ սկզբունքների եւ ինչ պահանջների մասին է խոսքը։ Խոսքը այն մասին է, որ արտահանձնող երկիրը ըստ համապատասխան կոնվենցիայի Ստրասբուրգի պետք է կարողանա վստահ լինել, որ հանցագործություն կատարած անձը արտահանձնումից հետո եւս կկրի իր պատիժը։ Եվ այստեղ միջազգային իրավունքի սկզբունքը ամրագրված է, որ ոչ միայն պետք է ձևականորեն պահպանվի այդ պահանջը, որ նա կկրի իր պատիժը, այլև եթե արտահանձնող կողմը կարող էր ենթադրել կամ պետք է ենթադրել, որ տեղի կունենա այդ սկզբունքի խախտում, ապա ձևական պահպանումը այդ սկզբունքի չի արդարացնում տվյալ դեպքում Հունգարիային եւ տվյալ դեպքում, ինչպես արդեն նշեցի, տեղի ունեցել այդ միջազգային հանրային սկզբունքների ոտնահարմամբ կոնկրետ կոնվենցիայի դրույթի խախտում եւ այդ խախտումն էլ իր հերթին ծնեցրել է մարդու իրավունքի խախտում Հայաստանում գտնվող մարդկանց։ Տեսեք, հունգարական կողմը ինչից կարող էր ենթադրել, որ Սաֆարովը չէր կարող պատիժը շարունակել կրել Ադրբեջանում, այն դեպքում, երբ ասենք Ադրբեջանի արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ Սաֆարովին ներում չի շնորհվել, այսինքն պետական մակարդակով կա փաստաթուղթ վստահեցում, այսինքն հունգարական կողմը կարող է հղում կատարել եւ ասել փաստաթղթային մասը պահպանվել է։ Գիտեք, մեզ մոտ Հայաստանում, քանի որ մենք արդարադատության դեֆիցիտ ունենք եւ մեզ մոտ նորմալ դատարանները այդպես խղճով չեն դատում, ես ստիպված պետք է վերեմ բրիտանական դատարանների կամ միգուցե Միացյալ Նահանգների դատարանների օրինակը։ Դատավորը երբ նստի եւ ուսումնասիրի այս գործում Հունգարիան կարող էր ենթադրել, թե չէր կարող, կառաջնորդվի այն մարդկային պարզ տրամաբանությամբ, որով առաջնորդվում են ամեն մեկը իր խղճով եւ մտքով տեսնելիս այս գործը։ Բազմաթիվ հայտարարություններ հերոսացման մասին, բազմաթիվ անգամներ ադրբեջանական կողմը ինքն էլ է պնդում, որ եղել են նշաններ, որ իրենք պատրաստվում են։ Բացի դրանից, բազմաթիվ նախազգուշացումներ են եղել հայկական կողմից։ Ճիշտ է, հունգարական կողմը կարող է այստեղ մեկնաբանել, որ իրենց համար մրցակցող կոնֆլիկտի մեջ կողմեր են եւ իրենց համար արժանավատ չեն եղել մեր զգուշացումները, բայց ակնհայտ էր, որ ադրբեջանական հասարակությունը չի պախարակել, չի քննադատել, եթե հունգարական կողմը իսկապես ցանկանա որոշակի ուսումնասիրություն անցկացնել, կտեսներ, թե ինչպիսի հերոսացում է սպասում Ադրբեջանում այդ կացնահարող մարդասպանին եւ նորից եմ ասում, եթե բրիտանական դատարանի ասենք տրամաբանությամբ նայել, դատավորը, որը հիմա մենք բոլորս ենք շատ պարզ հասկանում ենք, որ եթե մի պահ հունգարական կողմը բացի ձևականության հետևելուց հետևեր ողջամտությանը, ապա իր համար ակնհայտ կլիներ, որ այնտեղ Սաֆարովին իրական պատիժ չի սպասում։ Նույնիսկ ավելին ես զարմացա, որ ադրբեջանական կողմը այդքան ակնհայտ ու այդքան գրեհի կարեց այդ ամենը։ Մենք գիտենք, որ նման երկրներում, ինչպիսին օրինակ Ադրբեջանն է, նույն բանտում, եթե ֆորմալ փորձ էին պահել, նրա կյանքը կարող էին վերածել ուղղակի պալատական մի կյանքի։ Այսինքն հունգարական կողմը պետք է կամ կատարյալ միամտության կամ անտեղյակության մեջ լինի, որպեսզի չհասկանա, որ քանի որ Ադրբեջանի հասարակությունում կա այդպիսի հայատյացության մթնոլորտ եւ քանի որ իրենք հերոսացնում էին երկար ժամանակ այդ մարդասպանին, բնականաբար նա իր երկրում ոչ թե պատիժ էր կրելու, այլ փառաբանվելու էր եւ ինչն է այստեղ միգուցե մի քիչ մխիթարականը, որ Ադրբեջանը իր այդ վերաբերմունքը ակնհայտ ցույց տվեց, այսինքն չփորձեցին ձևական, կեղծ ինչ-որ բանտում պալատային ինչ-որ դղյակ պատրաստել եւ իրեն այդտեղ պահել եւ միջազգային հանրությանը իբր ցույց տալ, որ իրենք օրենքի երկիր են կամ իրենք մարդասիրության երկիր են, իրենք ինչպես գրեհիկ ակնհայտ պատկերացնում են այսպիսի իրավիճակներում իրենց երկրի վարքը, այնպես էլ դրսևորեցին։ Ինչով էր պայմանավոր ձեր կարծիքով նման ակնհայտ
չգիտեմ, գրեհի ոտնահարումը օրենքի ու միջազգային իրավունքի։ Իմ համար պայմանավորված է ընդհանուր ռեժիմի գրեհկությամբ Ադրբեջանում, եթե նորից եմ ասում, հետխորհրդային շատ երկրներում, նաև Հայաստանում տարբեր իշխանություններ, անկախ նրանից թե որ քաղաքական ուժին է, փորձում են գոնե որոշակի իմաստով գնալ դեպի ժողովրդավարություն, հաճախ ձևական, այո, հաճախ ձևական նաև իրենց դրսևորումներով, Ադրբեջանը երևի նավթային եւ աշխարհաքաղաքական խաղերի հովերի վրա այդպես ողջևորված, կարծում եմ, որ կարող է արհամարել եւ կոպտորեն ծաղրել ամբողջ այդ միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ միևնույն է մարսել, այսպես կոպիտ բառով ասած։ Եվ քանի որ իրենց դա ներվում է, իրենք էլ դա շարունակում են թույլ տալ։ Հիմա այստեղ խորանալ իրենց մոտիվացիաների մեջ, ինձ թվում է նաև իմ խնդիրը չի, սա ավելի շատ քաղաքական կամ աշխարհաքաղաքական գնահատականների կարիք։ Պարոն Անդրեասյան, այստեղ հենց այդ հայատացության կամ ռասիզմի դրսևորման մասին էի ուզում խոսել, այսինքն Ադրբեջանը կրկին բացահայտ ասում է, որ մենք ռասիստական պետություն են կամ իշխանությունները ռասիստական են եւ այդ թույնը ներարկում են հասարակության մեջ ինձ։ Սակայն միջազգային հանրությունը կարծես թե որևէ նշանակություն կամ որևէ արձագանք չի տալիս այդ դրսևորումներին ադրբեջանական կողմի։ Սաֆարովի արածը ակնհայտ ցեղասպանություն էր, որովհետև էթնիկական հողի վրա էր կատարվել։ Միջազգային իրավունքի տեսակետից ինչպիսի պատժամիջոցներ կամ ինչպիսի մեխանիզմներ կան, որ տվյալ իշխանություններին հրավիրեն պատասխանատվության, եթե ակնհայտ ռասիստական դրսևորումներ ունեն։ Գիտեք, միջազգային իրավունքը ամենաթույլ եւ ամենաքաղաքականացված իրավունքն է, եւ այստեղ ես ուղղակի իրավաբան լինելով ցավոք պետք է քաղաքական այսպիսի գնահատական տամ, որ չկա իրավական մեխանիզմ այս խնդրի լուծման։ Կա օրինակ ֆորմալ իմաստով մարդու եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը հենց մեր նշած այն քաղաքացիների մարդկանց իրավունքների խախտման վերաբերյալ, որոնց ասեն կարող են դիմել հիմա Ադրբեջանի դեմ, Հունգարիայի դեմ, բայց դրանք այն լիարժեք մեխանիզմները չեն, որից մենք կստանայինք բավարարում։ Այս հարցը կարող է լուծվել բացառապես քաղաքական հարթությունում եւ նրանք բոլորը, ովքեր փորձում են միամտորեն լուրջ ընդունել տվյալ դեպքում միջազգային իրավական մեխանիզմները, նրանք ցավոք սրտի հիասթափվելու են եւ պետությունները շատ դժվարությամբ են կարողանում ինչ-ինչ ճնշումներ գործադրել մեկը մյուսի վրա կամ նույնիսկ միջազգային լուրջ կառույցները շատ դժվարությամբ են կարողանում հաղթահարել, ասենք, իսկապես մեծ ցեղասպանությունները, որ տեղի են ունենում աշխարհի տարբեր վայրերում, որովհետեւ միջազգային իրավունքը ամենաթույլ իրավունքներից մեկն է եւ պետությունները չունեն ոստիկանի դեր մեկը մյուսի նկատմամբ, որպեսզի կարողանան խնդիրները լուծել։ Այսօր շատ արդեն գիտնականներ, իրավաբաններ գտնում են, որ ՄԱԿ-ը իր բոլոր կառույցները, նույնիսկ անվտանգության խորհուրդը գնալով դառնում են այդպես թույլ օղակներ եւ աշխարհաքաղաքական խաղերի մեջ է կարողանում գտնել իր լուծումը եւ քաղաքականությունն է որոշում, այլ ոչ թե իրավունքը։ Այնուամենայնիվ նշում եմ, որ եթե իրավական առումով ոչինչի չի կարելի հասնել կամ կոնկրետ գործողությունների արդյունքների չի կարելի հասնել, բայց պետք է պահպանել, ասենք, իրավական այդ հատվածը, ինչ որ գործողություններ ընթացակարգ սկսել։ Ինչպիսի իրավական գործընթաց Հայաստանը կարող է սկսել այս հատվածում, հասկանալի է, որ խնդիրը քաղաքական է։ Հայաստանի քայլերը, ինչպիսի քայլեր է հնարավոր կատարել։ Չկան իրավական քայլեր, որոնք ես տեսնում եմ թեկուզ տեսականորեն արդյունավետ, որովհետև ես ասացի, որ չկան քայլեր, որտեղ կձախողվեն, չկան քայլեր, որոնք տեսականորեն հնարավորություն են տալիս բողոքարկել Հունգարիայի եւ Ադրբեջանի գործողությունները։ Կարծում եմ, եթե լինեին, ապա մեր իշխանությունները արդեն վաղուց դրանք ձեռնարկել էին։ Խնդիրը միակ ճանապարհը, որ մեր այն քաղաքացիները, նորից եմ ասում, ովքեր տուժել են այդ երևույթից, այս խայտարակ դրսևորումից, իրենք դիմել Ստրասբուրգի դատարան ընդդեմ Հունգարիայի կամ ընդդեմ Ադրբեջանի կամ երկուսինը միաժամանակ, բայց չկա, այլ եմ ասում, պետության կողմից կատարվող մի հնարավոր քայլ, որը կարող է իրավունքի դաշտում այս հարցը լուծել։ Օրինակ մեր արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում, խոսում էր երկու տարբերակի մասին, մեկը ձեր ասած տարբերակն է, որ անձի մակարդակով դիմել Եվրոպական դատարան, մյուսը Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի դիմելու մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Ոչ, այնտեղ սուբյեկտը միայն քաղաքացին է եւ քաղաքացին դիմում է պետության դեմ։
կապ չունի որ պետության դեմ, այն պետությունների դեմ, ովքեր անդամ են այդ կոնվենցիայի, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ քաղաքացիներն են, դա մարդու իրավունքների եվրոպական դատարան, դա պետությունների եվրոպական դատարան չէ։ Եթե լիներ թե այդպիսի հանցագործություն ընդդեմ մարդկության որևէ իշխանավորի արած, կարելի էր դիմել Հաագայի դատարան։ ՄԱԿ-ի այստեղ մեխանիզմները ցավոք լիարժեք չեն պաշտպանում, այսինքն պետությունները չունեն մեկը մյուսի դեմ դատարան կամ տեղ, որտեղ կարելի է դիմել։ Պետությունները քաղաքական գործընթացների շրջանակներում համագործակցում են, կուտակում են ճնշումներ, անում են քաղաքական հայտարարություններ, կամ այն պետությունները, ովքեր դիվանագիտական մենամարտերում ուժեղ են գտնվում, իրենց շուրջ կուտակում են այլ մեծ պետությունների կամ փոքր պետությունների, որոնք օգնում են այս բողոքող պետությունները ինձ խնդիրները լուծելու։ Երևի նույն սկզբունքով կարելի է տեսնել, որ հայոց մեծ եղեռնի խնդիրը, չէ՞ որ մենք նույնպես չենք կարողանում դա ինչ-որ կոնկրետ դատական ատյանում փոքրիկ փորձեր կատարվում են այս կամ այն իրավական մեխանիզմը կիրառելու, բայց խնդիրը բացառապես քաղաքական հարթությունում է։ Դրա համար է, որ այդ մեծ եղեռնի խնդրով, ասենք, տարբեր պետությունների խորհրդարաններ ուղղակի դեկլարատիվ հայտարարություններ են անում եւ նույնիսկ այդ դեպքում հետևանքներ չկան։ Այս դեպքը բնականաբար շատ ավելի դժվար է նման, ասենք, խորհրդարանների հայտարարություններ ստանալ այս դեպքով։ Այստեղ ես փորձ արեցի օրինակ 100 օմբուդսմենների գրել, որպեսզի դա բարոյական քաղաքական աջակցություն ստանա։ Հենց այդ հարցն է ուզում տալ եւ վերջին հարցը՝ ի պաշտոն է մարդու իրավունքների պաշտպանը այս հարցում միջազգային ասպարեզում ինչ կարող է անել։ Սա նույնպես գրված օրենքներով կամ մշակված կարգերով չի։ Ես քանի որ հանդիսանում եմ մի պաշտոնե մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ եւ նաեւ մենք համագործակցում ենք տարբեր երկրների օմբուդսմենների հետ, մենք առաջին հերթին հայտարարություն տարածեցինք, որոնք տեղեկացրեցինք, այսինքն մեր ձայնը միացրեցինք այն մեր պետական կամ հասարակական սեկտորի մարդկանց, ովքեր բարձրաձայնեցին խնդիրը։ Հիմա որոշակի արդեն արձագանքներ տեսնում ենք, ասենք մարդու իրավունքների Եվրոխորհրդի հանձնակատարը, որ շատ բավական կոնկրետ հայտարարությամբ հանդես եկավ։ Այսօր Հունգարիայի օմբուդսմենը նյութերն է պահանջել իրենց արդարադատության նախարարությունից։ Մենք ստացանք Սլովակիայի օմբուդսմենի պատասխանը, որը փորձում էր հաշտեցնել երկու երկրներին։ Մենք բնականաբար ինչպես այլ մարմիններ, ինչպես այլ Հայաստանի քաղաքացիներ ուղղակի փորձում ենք բարձրաձայնել, տարածել, խնդրել աջակցություն մեր գործընկերներից, բայց չկա իրավունքի մի պակտ, մի պայմանագիր, որով ես կարող եմ ասենք Չեխիայի օմբուդսմենից պահանջել, որ նա անի ճիշտ հայտարարություն այս հարցով։ Դրանք բոլորը գործընկերային հարաբերությունների արդյունքում կամ կստացվեն կամ ոչ։ Այսինքն ամեն ինչ քաղաքական է եւ քաղաքական։ Այս հարցը շատ քաղաքական է եւ նորից եմ ասում, իմաստուն չէ կամ անարդյունավետ է փորձել փնտրել այս խնդրի լուծումները իրավական դաշտում։ Շնորհակալություն պարոն Անդրեասյան հյուրընկալվելու համար, մենք ավարտեցինք։ Հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։